Սոնա, ես հիմա ինձ աշխարհի ամենավատ մարդն եմ զգում։ Ես չեմ ուզում խաղամ Միքոյի զգացմունքների հետ։ Ուր ես, շուտ հայտնվի, խնդրում եմ։ Ու այս ներկայացմանի ես վերջապես վերջ տամ։ Հա, ոնց եղար։ Դեռ մի քիչ թույլ եմ ինձ զգում։ Լիլիթ մոտս մի հատ հարց է առաջացել, ոչինչ որ տամ։ Հա, ասա։ Դու այդ ինչ դիետա ես պահում։ Ինչ տարօրինակ հարցեր ես տալիս, ինչի դու ես ուզում պահես։ Դե եթե այդ դիետան 3 տեսակի տորթերով կամ քաղցրավենիքներով է, հա, ինչի՞ չէ որ։ Չհասկացա քեզ։ Դե դու ասում ես որ մենակ ես ապրում։ Ես է ուտելիքները տարա որ տեղավորեմ սառնարանում, տեսա այդ ամեն ինչը։ Շատ ուժեղ դիետա ես պահում, գիտես չէ։ Իսկ կարող է հիմա գնանք ձեր գործի տեղ, տենանք Սոնան էլի դեղատուն է գնացել։ Լիլիթ, ես չի որ պիտի քեզ ընկերության մասին ինչ-որ բաներ պատմեմ կամ ասեմ։ Բայց ընկերությունը մեկը մեկին օգնելու մասին է, ոչ թե հակառակը, ավելի մեծ անդունդի մեջ գցելը ընկերուհուն։ Միքո, ուղղակի Ոչ մի բան մի ասա։ Ուղղակի քեզնից չէի սպասում։ Քեզ առողջություն։ Ոյ, Սոնա, սպանելու եմ քեզ։ Դու հասկանում ես, պապատ ասում է, եթե ինչ-որ բան լինի, ինքը պատրաստ է ինձ է ստանա ընդունելու։ Տենց բան չի լինի, Սոնա։ Ես հեսա կդզվեմ ու քեզ ոնց որ պետքն է քո տնից կհանեմ ու իմ տուն կբերեմ։ Ես այդքանը հասկանում եմ, ուղղակի իմ համար պապայի արձագանքներ տարօրինակ։ Սոն իրականում վերջի շրջանում ես էլ պապային կարելի է ասել չեմ ճանաչում։ Հա, ես էլ եմ ամեն օր երազում, որ դու գաս ու իմ հետ այս տան մեջ լինես։ Բայց ուզում եմ դու էլ մնացած աղջիկների նման հարսի շորով դուրս գաս քո տնից։ Այդ անհնարին Ավրամ։ Սոնա, հիմա քո ստեղ լինելն էլ էր անհնարին թվում ինձ։ Անհնարին էր թվում, որ դու հորդ դեմ կարաս դուրս գաս ու գաս։ Բայց դու արեցիր, չէ, անում ես։ Ու քեզ թվում է ես հանում քեզ ոչ մի բան չեմ զիջելու, հա, զիջման չեմ գնալու։ Ինչ է եղել։ Պետք է արդեն գնամ։ Բան է եղել, Սոն։ Հուսով եմ չէ, բայց դու լավ գիտես, որ այստեղ գաղտնի եմ եկել։ Հիմա պետք է գնամ, որ չբռնվեմ։ Ոնց դուրս չի գալիս այս ամեն ինչը։ Լավ գնա։ Կզանգես իմանամ ոնց ես։ Լավ։ Քեզ շատ եմ սիրում, Վրամ։ Ես էլ քեզ։ Ես արդեն պիտի տուն գնեմ։ Հա, հասկանում եմ, շատ վատ է, որ գալիս եմ, թաքուն հանդիպում ենք ու հետո ստիպված էլի տուն եմ գնում։ Այս պատմության մեջ, բայց մի լավ բան կա, գիտես։ Հա? Ինչ լավ բան։ Հա, մտքերս սկսել ես կարդալ։ Դե երևի սիրում եմ քեզ։ Ես էլ եմ տենց մտածում։ Նարը ես զգում եմ, որ դու ինչ-որ բան կա, որ ինչ չես ասում։
Կամ էլ ասում ես ու կիսատ ես թողնում, միջև վերջ չես ասում։ Չէ, Այսինքն քեզ թվում է, որ դու իմ մտքերը կարդում ես, իսկ ես քոնը չէ։ Նարը ես ուզում եմ իրար չխաբենք ու իրար հետ մաքսիմալ անկեղծ լինենք։ Ես հասկանում եմ, որ կա մի բան, որ քեզ անհանգստացնում է, բայց պիտի ասես իմանալ։ Միջև տուն չեմ գա, որ չտեսնեն հանկարծ։ Բայց իմացի, որ ես էլ եմ քո մտքերը կարդում։ Ոնց ես։ Լավ եմ, պապ ջան։ Ամեն ինչ նորմալ է։ Եթե ինչ-որ բանի կարիք ունենաս, ասա։ Ճիշտն ասած ուզում էի դուրս գայի, բայց որ մենակ ես կմնամ։ Պապ ջան, հանգիստ կարաս դուրս գաս, քո գործերով լինես։ Իմ մոտ ամեն ինչ նորմալ է, ոչ մի բանի կարիք էլ չունեմ։ Վրամ։ Ինձ թված Սոնան կմնա։ Պապ, նորմալ է ամեն ինչ։ Դե ոնց ասեմ, տղա ջան, սենց չի լինի։ Գալիս է այդ աղջիկը գնում է թաքուն, տանը չգիտեն, բայց մի օր իմանալու են, չէ։ Պապ, ինչ ուզում ես ասես, ուղիղ ասա էլի։ Սոնան ասեց, որ ջերմ ես եղել հետը, շատ շնորհակալ եմ դրա համար, բայց չեմ հասկանում քեզ։ Դե ինչ կա չհասկանալու։ Ոնց էլ լինի մի օր որոշում ես կայացնելու։ Այդ աղջիկն էլ է որոշում կայացնելու։ Բայց 1000 տարի էլ անցնի, այն կողմը իր համաձայնությունը չի տա։ Հետո Հետո այն, որ այդ կողմը իր համաձայնությունը չտա, մեկը դու այդ աղջկան տուն ես բերել, ժամանակին դու իր ասում, որ եթե մենք դեմ լինենք, կվերցնես ու կգնաս։ Հիմա ես հասկանում եմ, քո որոշումն է, տղա ջան։ Ես ինքս տեսել եմ հիվանդանոցում ոնց էր անհանգստանում քեզ համար։ Ուզում եմ ասեմ, որ մենք դեմ չենք քո որոշմանը։ Պապ ջան, դրա համար եմ շատ շնորհակալ։ Բայց մեկը միտքդ մինչև վերջ չեմ հասկանում, գիտես։ Ահա դու ճիշտ ես ասում։ Ես ինչ էլ լինի, հաստատ Սոնայից չեմ հրաժարվի։ Բայց դե ստեղ պարկած ես ոչ մի բան չեմ կարող անեմ։ Կլսես խորհուրդս։ Նոր ես եկել։ Ինչ որ բան է եղել։ Ձեռ ես առնում, Սոնա։ Այսինքն Քեզ ինչ է թվում, քո Լիլիթի սարքած ցիրկին պիտի հավատայի։ բայց Մի շարունակի, Սոնա։ Պետք չի ավելի ցածրանալ։ Չնայած սրանից ցածր է լուր։ Միքո ես ո՞նց ես խոսում հետս։ Բա ոնց խոսամ, Սոնա։ Ճակատդ պաչեմ, որ վազում ես այդ անասունի մոտ։ Մեզ էշի տեղ ես դնում։ Ինչ է։ Միքո կլինի հանգիստ խոսենք։ Չէ, չի լինի։ Սոնա, դու հանգիստ խոսք չես հասկանում։ Քո այդ հանգիստ խոսալ չի լինում։ Ես ուզում եմ հասկանամ, դու որ մի բան ես անում, մտածում ես։ Կամ որ գնում ես այդ Ադամյանների տուն, դրանից հետո ինքդ քեզ հարգում ես։ Միկոն ճիշտ է ասում։ Այսօր ենք հասել։ Աշխարհի ստերն է մեզ ասում, որ գնա այդ աննասունի մոտ։ Դու երևի մոռացել ես, հա, Ադամյանները ովքեր են։ Թե քո համար մեկ է, ինչ եղել է մեր հետ։ Սոնա։
Ինչ ենք մենք հասեն նրան Սոնա, որ ես հիմա ինձ հազիվ եմ զսպում, որ քեզ ամենավերջի վատ բառերը չասեմ։ Ինչի Սոնա։ Դե հերիքա, ինչքան կարելի է զզվել եմ, հոգնել եմ։ Միշտ Սոնանա վատ է, միշտ Սոնանա սխալ։ Ես Վրամին սիրում եմ, ինչ անեմ։ Սուս մնա, դրա անունը չտաս։ Ես Վրամին սիրում եմ, հա, հենց այդեն սիրում եմ ու հասկանում եմ նաև այն, որ ինքը այն մարդն ով էս աշխարհում համ ինձ հասկանում է, համ էլ սիրում է։ Էս ինչ է խոսում, Քերի։ Ինչ ես խոսում, Սոնա։ Ինչ եք բոլոր արգելքների մասին հիշում այն ժամանակ, երբ հարցը ինձ է վերաբերում։ Ինչ այդ ամենը չեք հիշում, երբ հարցը Հայկին էլ է վերաբերում, հա՞։ Թե մենակ ձեր ուժը ին վրա է պատում։ Չեմ հավատում, որ դու գնացել ես Ադամյանի տուն։ Հիմա դու այստեղ պարկած, Վրամ ջան, դեռ երկար ես պարկելու, բայց որ քայլելու ես, այդ հաստատ։ Հիմա այդ աղջիկա գալու մասին, որ գալիս գնում է մեր տուն, իմանալու են մի օր, ու ուղղակի արգել են, որ գա։ Հա, հիմա էլ են արգելում, պապ, բայց գալիս է։ Եթե չես մոռացել Վրամ, ժամանակին անգամ երկրից էին հանել։ Հիմա էլ կարող է նույնը անեն, ու շատ հնարավոր է, որ էլ հետ չգա։ Եթե չես ուզում կորցնես Վրամ, մի կորցրու։ Սրանից լավ պահ չկա, ասա, թող գա ու մնա մեր տանը։ Ես էլի եմ ասում, տղա ջան, ես դեմ չեմ, հակառակը ուրախությամբ կընդունեմ։ Ես գնացել եմ ու միշտ եմ գնալու Վրամի մոտ։ Ես իրան սիրում եմ։ Սոնա խելքի արի, այդ Վրամը աննասուն է։ Վրամը ինձ սիրում է, ու Վրամը ինձ հասկանում է։ Ի տարբերություն ձեզ ինձ այդքան չի ցավացնում։ Եվ ինչ հիմա շնորհակալություն ասենք։ Չէ, ես հանձնվում եմ։ Մենք արդեն այս թեմայով խոսացել ենք։ Մենք չենք խոսել։ Խոսելն են է, երբ որ իրար լսում են, զիջում են, հասկանում են։ Ես լսողի դերում եմ եղել։ Ես ձեր համար պատրաստ եմ եղել իմ կյանքի մեծ ու միակ սիրուն մի կողմ դնեմ, որ դուք ձեզ վատ չզգաք, բայց ձեզնից ոչ մեկը չի մտածել, որ Սոնանա վատ։ Ես գնալու եմ իմ սիրած մարդու մոտ։ Ինքը իմ կյանքն է փրկել։ Դուք չեք ընկալում այն փաստը, որ հիմա ինքը ամենաշատը իմ կարիք ունի։ Մենակ թե չասես, որ այդ մասին չպետք է բարձրաձայնեմ։ Վրամ ինձ միշտ է հասկացել։ Չեմ հասկանում, դժվար է համակերպվել ու ընդունել, որ ես էլ եմ ուզում երջանիկ լինել։ Ինձ մեկ-մեկ թվում է, որ դուք ոչ թե Վրամի դեմ եք դուրս եկել, այ հենց իմ։ Լավ, ես ինչ եմ արել, որ դուք այսքան դաժան եք իմ հետ վարվում։ Սոնա, դու այդ լակոտին գլխիցդ հանում ես։ Եվ նորից եմ ասում, իրա տան կողմ էլ չես նայելու։ Պապ, Սոնա, էլ չենք խոսում սրա մասին։ Սա պահանջ է։ ես չեմ կարա Վրամից հրաժարվեմ, ես սիրում եմ Վրամին։ Սոնա, լս ինձ, եթե դու իրան չմոռանաս, ես կհաշվեմ, որ 5 տարի առաջ ես իմ կնոջ ու 2 երեխեքի հետ քեզ էլ եմ կորցրել։ Ես կհամարեմ, որ դու մեռած ես Սոնա իմ համար։ Դու ասեցիր ինքը քեզ լավ է հասկանում։ Ես չէ։ Դու որոշի։ Պիտի գնամ արդեն։ Գնա։ Չէ, պապ, հիմա հաստատ տենց բան չեմ անի։ Վրամ ջան, ես
Երկար եմ ապրել ու շատ լավ պատկերացնում եմ հետոն։ Մի օր ուղղակի հնարավորություն չես ունենալու անել այն, ինչը հիմա կարող ես։ Վազելով գնաց։ Ու պարզա չէ, որ զանգել ինչ-որ բան են ասել, ու հնարավոր է հիմա բացատրություն են պահանջում։ Ես քեզ համար եմ ասում, տղա ջան, քո երջանկության համար, քո հանգստության համար, քո սիրած աղջիկն է։ Ու դու թողնելու ես, որ կողքից որոշեն, հա, քո ճակատագիրը։ Չի դու այդ տղեն ես վրան, հա։ Զանգի։ Շատ հնարավոր է, որ դեռ տուն չի հասել։ Զանգի, եթե տուն չի հասել, ասա թող հետ գա։ Ես դուրս կամ քեզ չխանգարեմ։ Ես ուզում եմ մենակ մնամ։ Կմնաս։ Բայց մինչև այդ կլսես ինձ։ Ինչ որ պետք էր ես լսեցի։ Ես ձեզ հասկացա, դուք էլ ինձ։ Այսինքն քեզ կարևոր չի, որ ընտրության մեջ մի կողմը ընտանիքն է։ Կարևորը որ այն կողմը վրամն է։ Հա։ Իմ համար կարևոր է, ուղղակի ձեր համար իմ երջանկությունը կարևոր չի։ Սոնա։ Բաբ, ես շատ լավ գիտեմ ինչ ա եղել անցյալում։ Շատ լավ գիտեմ ինչ խրատներ ես դու հիմա ինձ տալու։ Ես հիմա բոլորիդ աչքերում դավաճան եմ, վատն եմ, ինքնասիրությունս եմ կորցրել, բայց այդ փաստը չի փոխում, որ ես Վրամին սիրում եմ։ Ու հա, Վրամենք էլ մեր պատճառով լիքը խնդիրների միջով են անցել։ Իրանք էլ են շատ ծանր օրեր ունեցել Հայկի պատճառով, որովհետև Հայկը իրենց տան երեխուն է սպանել ու կապ չունի թե ինչ հանգամանքներում, կապ ունի այն, որ մենք ոչ մի բան չենք կարա փոխենք։ Ու հետաքրքիրը գիտես որն է, որ այդքանից հետո իր ընտանիքը պատրաստ է այդ ամեն ինչը մի կողմ դնի իր երեխու երջանկության համար։ Իսկ դուք իմ համար ոչ մի բանի պատրաստ չեք։ Դուք մտածում եք, որ մենակ ես պետքա զոհողությունների գնամ։ Հիմա դու ինձ ուզում ես ասես, որ ես սակոից սովորեմ երեխա սիրել։ Նամ եմ քեզ ու չեմ ճանաչում Սոնա։ Դու իրոք ոչ մի բան չես հասկանում։ Հասկանում եմ։ Հասկանում եմ նաև այն, որ քո համար Հայկի պատիվը ավելի կարևոր է, քան իմ երջանկությունը։ Խոսքերդ ընտրի, որը դու քեզ բաց չզգաս։ Հայկի համար նույնիսկ իր պատիվն ու անցյալը այդքան կարևորություն չունի, ինչքան քո համար։ Սոնա, եթե մի բառ էլ ասես, ես ինձ կարողա չկարանամ կառավարեմ։ Դու արդեն adekvat չես։ Ու սա արդեն վտանգավոր է։ Դե ուրեմն կանենք սենց։ Դու էլ այսօրվանից տնից դուրս չես գալու։ Ինչ։ Ինչ որ լսեցիր։ Ասում եմ քեզ, էլ տնից դուրս չես գալու։ Կզանգես, կասես, որ աշխատանքի էլ չես գնալու։ Բա ասա որ կատակ ես անում։ Եթե առաջ ինչ որ մեկի հետ թույլ էի տալի, որ դու գնաս գաս, հիմա դա էլ չի լինելու։ Ու մեղավորը մենակ դու ես։ Ես քեզ միշտ վստահել եմ, իսկ հիմա էլ չեմ վստահում։ Եվ նորից եմ ասում, մեղավորը դու ես։ Դու ես վաստակի այս վերաբերմունքը։ Ու հես ամեն ինչը քո ստերի ու սխալ վերաբերմունքի պատճառով է։ Հասկացար ինձ։ Չի լինելու տենց բան։ Եվ այս իմ վերջի խոսքն էր։ Եվ պետք կլինի դու այս սենյակից դուրս չես գա։
Գուշակես ով եմ։ Ես չգիտեմ դու ով ես, բայց սենց բաները ինձ ընդհանրապես դուր չի գալիս։ Խորիկ։ Խորիկ։ Չեմ հավատում, ես դու ես։ Հա, ես եմ։ Սկզբի համար շատ վախենալու էր։ Ես երբ ես եկել։ Այսօր Ես ոնց ուրախացա, չես պատկերացնի ոնց ուրախացա։ Բա ինչի չէիր ասում, որ գալու ես։ որ տեսնեմ ոնց ես ուրախանում է։ Ես պատկերացնում եմ մերոնք ոնց կուրախանան, որ իմանան եկել ես։ Խորիկ ջան։ Բալես, էսի ջան ակնկալեր։ Բարի գալուստ։ Ապրեսանիկ տյոթյա ջան։ Էս ինչ եք ստեղ կանգնել, եկեք ներս մտնենք։ Եկեք։ Երևի ճիշտն էլ էս էր։ Սխալ է հիմա սենց բան որոշելը։ Ընդհանրապես հեռախոսը նրա համար է նար է, որ զանգում են պատասխանեն, ոչ թե անջատես։ Թե շատ զբաղված ես։ Հալո։ Հայկ, կներես, ուղղակի հարմար չէր պատասխանի մաման կողքս էր։ Փաստորեն մամատ էր կողքդ։ Հայկ ինչ է եղել։ Ձեր տան մոտ եմ, հենց հիմա դուրս արի։ Հիմա։ Հա, հենց հիմա նար է։ Թե մամատելի կողքդ է։ Դե իրականում հիմա այդքան էլ հարմար չի որ դուրս գամ, բայց Ոչ մի բայց, հենց հիմա դուրս արի։ ինչ է եղել, Հայկ։ Արի կասեմ ինչ ա եղել։ Քերի։ Քերին ինձ բարձր էի խոսում, որ ամեն ինչ լսեցի։ Հիմա ինչ։ Սոնային չես թողելու տնից դուրս գա։ Չէ։ Քերի, ես չեմ ասում, որ դու սխալ ես անում։ Հələ հակառակ, եթե ես է քո տեղը լինեի, տենց կվարվեի։ Ու ես քեզ ամեն ինչով կօգնեմ։ Բայց չեմ ուզում նես տպավորություն ստեղծվի, որ ես եմ մեղավոր ես ամեն ինչում։ Էլի արկելի, էլի մի թող։ Բայց խնդրում եմ, մենակ թե մի նեղացրու Սոնային։ Որովհետև ես էլ եմ նեղվում, որ տենում եմ Սոնան տխուր է։ Հավատա ինձ, որ ես հիմա իր հետ սենց չոր չլինեմ, հետո բոլորիս վատ ալնելու։ Եթե ուզում ես Սոնայի մոտ գնաս, հիմա պետք չի։ Ինչի։ Իրան հիմա մենակ է պետք մնալ։ Լավ, դե ես դուրսը կսպասեմ։ Եթե պետք լինեմ, կասես։
Ինչ-որ բան է եղել, որ հետ ես եկել։ Այսինքն գիտեիր գնացել եմ դրա համար էր տենց հանգիստ։ Այսինքն Ով էր այդ տղեն։ ինչ տղա։ Նարեկ չես հասկանում, թե ժամանակ ես ձգում, որ մի բան հորինես։ Հայկ մոտ հանգստացի ու նորմալ ասա, հասկանամ ինչա կատարվում հետդ։ Նարե դու լուրջ իմ հարցը չես հասկանում։ Ասում ով էր այդ տղեն, որ տենց կորցրել է իր քեզ ուրախությունից։ Ինչն է ծիծաղալու։ Քո հետ եմ Նարե ինչի համար ես ծիծաղում։ Կարող է կորած աղբեր ունես, որ հայտնվել է, չգիտեմ։ Չէ, աղբերս չի։ Բա առավել եւս որ աղբերը չի, ինչի համար ես գրկվում տենց։ Ինչ իրավունք ունի գա քո աչքերը փակի դու էլ տենց ուրախանաս, Նարե, խոսա, բացատրի հասկանամ ով էր այդ տղեն։ Այն որ ասում էիր մի բան կա, փաստորեն է սա։ Այն որ կիսատ պռատ էիր խոսում, սրա մասին էր փաստորեն։ Ինչ ես խոսում։ Այն ինչ կա, Նարե, այն ինչ կա դրանից եմ խոսում։ Ես գիտեմ, որ դու ինձնից մի բան թաքցնում ես։ Այդ փաստ է։ Ու ես հիմա արդեն կարամ մտածեմ, որ էս էիր դու ինձնից թաքցնում։ Հա, այսինքն դու ուզում ես ասես, որ ես գալիս եմ քո հետ հանդիպման։ Քեզ ասում եմ, որ սիրում եմ ու միաժամանակ հանդիպում եմ ուրիշի հետ։ Բա բան չես խոսում, Նարե։ Ոչ մի բան չես ասում, ես էլ իմ տարբերակներն եմ մտածում։ Դե որովհետև չես թողում, որ խոսամ ու բացատրեմ։ Այսինքն ես ինձ ներվերից կանգնած տեղ ուտում եմ, դու ասում ես չեմ թողում բացատրես։ Ձեր բախտը բերեց, որ մամատ եկավ, թե չէ։ Թե չէ, ինչ։ Ինչ պիտի անեիր։ Պիտի գայր ու տեսնեիր, որ խորիկն է։ Հա, փաստորեն խորիկ։ Այո, փաստորեն խորիկ։ Լսի դու իմ համբերությունն ես ստուգում, հա։ Դուրդ գալիս է, որ ես ինֆակտ արեմ լինում։ Հայ կարիքայլին ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Ով է այդ տղեն, Նարե։ Խորիկը պապայիս ընկերոջ տղան է։ Ուղղակի իրանք ընտանիքով Հայաստանում չեն ապրում, մենք շատ մոտ ենք ընտանիքներով։ Իրանք ապրում են Գերմանիայում ու իմ ուսման տարիներին ես ապրել եմ որոշ ժամանակ իրենց հետ։ Աղբոր պես է իմ համար։ Լսի, ընկերոջ տղեն աղբեր չի։ Հա, բայց շատ հարազատ մարդ է ու աղբոր նման է։ Ասում եմ աղբեր չի կարա լինի, Նարե։ Ու ինչ որ ասում ես, ընդհանրապես չի արդարացնում։ Այն ինչ որ ես տեսա։ Հայք խնդրում եմ։ Արի։ Ուր։ Ասում էիր քայլենք, որ բացատրես։ Պես բացատրություն չէր։ Չէ, ընդհանրապես բացատրություն չէր, Նարե։ Հայք ես չէի պատկերացնի, որ դու այսքան խանդոտ ես։ Ես չեմ խանդում։ Այս խանդ չի։ Բա ինչ է։ Այս այնա, որ ես չեմ ուզում քեզ տեսնեմ, ոնց է ինչ-որ մեկը գրկում, Նարե։ Հայկ, դու չես պատկերացնի, ես հիմա իսկապես ոնց եմ ուզում զսպեմ ծիծաղս, ուղղակի տենց լավ չի ստացվում։ Ու ինչն է տենց ծիծաղալու։ Ասում էիր քայլենք։ Դու էիր ասում։ Դե գնացինք։ Միքո, սպասի։ Սոնան վերևում է։ Էդ ինչ կապ ունի։ Ուզում եմ հետդ երկու բառ խոսեմ։ Լիլի ջան, եթե պիտի ասես քեզ վատ ես զգում, խորհուրդ կտամ շտապօգնություն կանչես։ Դե լավ, հասկացա, նենց չի ես ինձ լավ եմ զգում, գիտեմ, որ սխալ բան եմ արել։ Էդ հիմա կարևոր չի։ Ես պիտի գնամ, կներես։ Չէ, չես գնալու։ Ես հասկանում եմ, որ ես սխալ եմ արել, բայց ես պետք է իմ բացատրությունը քեզ տամ։ Բայց քեզ ով ասում, որ ես ուզում եմ քո հետ խոսամ։ Բայց քեզ ով է հարցրել, որ դու ուզում ես, թե չես ուզում։ Զորով է։ Հա։ Ես պետքա քեզ բացատրություն տամ ու հասկացնեմ այս ամեն ինչը, որովհետև ես չեմ սիրում, երբ որ դիմացինը ինձանից նեղացած է լինում։ Հա, ես գիտեմ, որ ես սխալ եմ արել ու իմ սխալը ընդունում եմ, բայց միևնույն է, ես քեզ պետքա բացատրություն տամ։ Լիլի ջան, ես քեզնից բացատրություն չեմ ուզել։ Ու ես ոչ նեղացած եմ ասում, ոչ է վատ տոնով։ Հա, ես հասկանում եմ, որ Սոնան քո ընկերուհին է ու ուզել ես իրան օգնած լինես, բայց չես գիտակցել, որ վնասում ես իրան։ Ուղղակի սիրուն բան չեղավ։ Քեզնից չէի սպասում։ Բայց դե
Իսկ հիմա ուր ես գնում։ Ինչի համար։ Դե եթե դեմ չես, հետդ ուզում եմ գամ։ Ուր։ Ուր էլ որ գնում ես, եթե դեմ չես, ուզում եմ գամ հետդ։ Հայկ, ախր ես քեզ այդքան բացատրեցի, չէ՞, պատմեցի։ Ասացի, որ papan ու Խորիկի papan ընկերներ են։ Ես ու Խորիկը իրար հետ քուր աղբոր նման ենք, բայց դու դեռ բարկանում ես։ Նարը իմ ներվերը իրար է խախտվում, երբ որ ինչ-որ մեկը քեզ մոտ է գալիս։ Ու կապ չունի թե այդ մեկը ով է։ Ես հիմա կարայի նեղանայի քեզանից, բայց ոչ մի բան չեմ անում։ Բայց ինչի պիտի նեղանայր, որ։ Դե որովհետև չես հավատում ինձ։ Նարը լսի։ Ես շատ լավ գիտեմ, որ դու ինչ-որ մի բան թաքցնում ես ինձնից։ Ինչ-որ մի բան կա, որ ինձ չես ասում։ Ու ինձ թվում է, որ այդ վերաբերվում է այդ Խորիկին։ Ես ինչ ընդգծված ատելությամբ ես տալիս դու այդ տղա անունը։ Կարևորը որ դու տենց ընդգծված ջերմությամբ չտաս Խորիկի անունը։ Ու որ քիչ տենց թողես գրքի քեզ։ Ես ջղայնանում եմ, դու ծիծաղում ես։ Հա բայց ինչ անեմ։ Ասա ինչ անեմ։ Շատ լավ ես խանդում։ Ես քեզ չեմ խանդում։ Հա, ճիշտ է Հայկ ջան, դու ինձ ընդհանրապես չես խանդում։ Այս խանդ չի։ Այս ինչ որ ուրիշ զգացողություն է, ուղղակի մարդիկ դեռ անուն չեն հորինել։ Բարև ձեզ։ Կներեք, որ ուշացա։ Խնդիր չկա։ Գիտեմ, որ գերզբաղված եք ու շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք։ Ես Հայաստանում շատ մեծ ծանոթություն չունեմ, ճիշտն ասած, բայց տեղյակ եմ, որ դուք լավագույն փաստաբաններից մեկն եք։ Շնորհակալ եմ, շատ հաճելի է։ Ես ձեր օգնության կարիքն ունեմ։ Որքանով հասկացա, երեխայի խնամակալության մասին է խոսքը։ Ինձնից խլել են երեխուս, բայց բոլոր փաստաթղթերով ստացվում է այնպես, որ ես եմ հրաժարվել։ Այսինքն։ Ինձ համար սա շատ ծանր թեմա է ու շատ կարևոր է, որ կարողանանք այնպես անել, որ երեխան ինձ հետ լինի։ Ամեն ինչ պատմեք, հա ինձ։ Սկզբից։ Որ պիտի գայիր, ինչի չզանգեցիր, կգայք կդիմավորեինք, տղա ջան։ Չուզեցի շատ նեղություն տան ծայցակով։ Մամատ ասել էր, որ գալու ես գործերով, բայց չգիտենք, որ այսքան շուտ ես գալու։ Ռամջան ես քեզ։ Ապրես անիք։ Դե ասա տեսնեմ ինչ կա, ոնց եք։ Գործերով եմ եկել։ Երբ էլ գաս, տղա ջան, երբ էլ գաս իմ տանտերները բաց են քո առաջ։ Ապրես ձայցակո ջան, բայց ձեզ երկար ժամանակով նեղություն չեմ տա, շուտ պիտի հետ գնամ։ Նա ինչ ասում է, նեղություն։ Տղա ջան, դու այս տան երեխեն ես, ես քեզ իմ երեխեքից չեմ տարբերում։ Պապան ճիշտ է ասում, Խորո, ուր ես այդքան վռազում, հազիվ եկել ես էլի։ Ես էլ գիտես, ուզեմ չուզեմ պիտի տանը մնամ։ Դու էլ այս տան մեջ իմ ախպերը կլնես։ Այսքանից հետո ոնց ես հետ գնալու, ես չգիտեմ։ Ես սովորաբար էմոցիոնալ չեմ լինում, բայց սա այն թեման է, որտեղ չեմ կարողանում սառնասիրտ գտնվել։ Դրա համար նախապես ներողություն եմ խնդրում։ Խնդիր չկա, լինենք անկեղծ։ Ամուսնության սկզբնական շրջանում ամեն ինչ շատ լավ էր, մինչև
ամուսնուս հիվանդությունը։ Ինքը շատ վատ էր ու ծայրահեղ վիճակում էր գտնվում։ Այդ ընթացքում իր եղբայրն էր ինչ-որ թղթաբանական հարցերով զբաղվում ու երբեմն նաև ինձ էր տալիս ինչ-որ բաներ, որպեսզի ստորագրեմ։ Ինչ թղթեր։ Կարդում էիք ինչի տակ եք ստորագրում։ Սկզբում հա։ Դե բոլորն էլ հիվանդությանը վերաբերող թղթեր էին ու ինչ-որ պահից սկսեցի չկարդալ, որովհետև այդ ընթացքում ինձ շատ լավ էին վերաբերում ու երբեք չեմ մտածել, որ կարող է նման խնդրի առջև կանգնեմ։ Ու ինչի տակ դրեցիք ձեր ստորագրությունը։ Ամուսնուս մահից հետո ինձ շատ մեծ ժառանգություն հասավ, իր տունը, մեծ բիզնես։ Ուղղակի այն պահին, երբ ուզում էի երեխայիս հետ սահմանն անցնել, հայտնվեց ամուսնուս եղբայրը ու թույլ չտվեց։ Բնականաբար ես մտածեցի, որ ոչ ոք չի կարող արգելել ինձ իմ առջև ինչ-որ սահմանափակումներ դնել, բայց հենց այդ նույն պահին հայտնվեց օրենքի ներկայացուցչի հետ ու ցույց տվեց ինձ մի փաստաթուղթ, որտեղ իմ ստորագրությունն է, որով ես հրաժարվում եմ իմ երեխուց ու խնամակալությունը հանձնում եմ ամուսնուս եղբորը։ Իրենք շատ երկար տարիներ երեխա չէին ունենում։ Դե ամուսինս էլ ուշ է ամուսնացել։ Ստացվում է այնպես, որ տանը վերջապես երեխա հայտնվեց, ժառանգ, այսպես ասած։ Ուղղակի ստացվում է, որ ես ձեռք բերեցի շատ մեծ կարողություն, բայց դրա փոխարեն երեխուս վերցրին ձեռքիցս։ Ձեր նշած փաստաթղթերը, պատճենները ունեք ձեզ մոտ։ Հա, բերել եմ հետս։ Ես իհարկե կուսումնասիրեմ այս ամենը։ Բայց դուք եք չի հասկանում, որ պետական փաստաթղթի տակ ձեր ստորագրությունը բարդացնում է ամեն ինչ։ Պիտի հիմա կարողանանք հասկանալ, թե ինչպես ենք ապացուցելու, որ խաբեության արդյունքում եք ստորագրել։ Ես ցանկացած գին պատրաստ եմ վճարել։ Ինչ թիվ որ ասեք կլինի ձեր հաշվին, մենակ խնդրում եմ օգնեք, որ երեխաս ինձ հետ լինի։